Էրեբունի ամրոց պատմական հուշարձանը գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում, Արինբերդ բլրի վրա։ Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտի առաջինի կողմից։ Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արինբերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի՝ Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները։ Էրեբունի քաղաքանունը ուրարտական սկզբնաղբյուրների մեջ առաջին անգամ հանդիպում է Վանի Սուրբ Սահակ եկեղեցում հայտնաբերված կոթողի բնագրում։ Ամրոցը հանդիսացել է ռազմաստրատեգիական կենտրոն Արարատյան դաշտի Ազայերկրում։ Ուրարտական պետության անկումից հետո Էրեբունի շարունակել է գոյատևել Աքեմենյան, վաղ հայկական և հելլենիստական ժամանակներում, ինչի մասին վկայում են ամրոցի ճարտարապետական կառույցները և պեղումներից գտնված հնագիտական առարկաները։ Երկու միլետյան դրամներ, Օգոստոս Կայսեր դրամը, արծաթյա 3 եղջերագավաթները և 1 սափոր։ Քաղաքաշինական առումով Էրեբունի ամրոցը, ինչպես և ուրարտական քաղաքների մեծ մասը, ունի պարզորոշ կառուցվածք։ Որպես կանոն նրանք տարածվում էին բարձրադիր, անառիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը։ Քաղաքի կառույցները, որոնք փռված են բլուրի շուրջը, պեղված են մասնակի, իսկ միջնաբերդը ամբողջությամբ։ Էրեբունիի եռանկյունաձև հատակագծով միջնաբերդը կառուցվել է Արինբերդ բլուրի գագաթին, ունեցել է հարմար ստրատեգիական դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպներով, որոնք մուտքից աջ հարավ-արևելյան հատվածում կազմում են 3 շարք և վարպետորեն կապված են տեղանքի զառիթափ լանջին։ Բերդապարիսպների, ինչպես և միջնաբերդի մյուս կառույցներում կիրառված է բազալտ, տուֆ, փայտ և հում աղյուս։ Երբեմնի 10-ից 12 մետր բարձրության պատերից պահպանվել են 5-ից 6 մետր, որոնք հնարավորություն ընձեռեցին ստույգ և լիակատար ուրվագծել միջնաբերդի ընդհանուր հատակագիծը, վերականգնել նրա ծավալատարածական առանձին հատվածները, կառույցների նախնական ձևերը, որոշ մանրամասներ, ինչպես նաև որմնանկարները։ Էրեբունի ամրոց քաղաքի Արարատին և Արագածին նայող կողմերը միջնաբերդի պաշտոնական հանդիսավոր մասերն են։ Այստեղ էին տեղավորված ընդարձակ պալատը, Խալդի Աստծո մեծ տաճարը, մոնումենտալ կառույցները։ Այս կառույցները եզրափակում էին միջնաբերդի կենտրոնական մասում ընկած հրապարակը, պալատի հզոր պատերով ու տաճարի շքամուտքի փայտյա նրբագեղ սյունաշարի զուգորդումով։ Միջնաբերդը, ուր զինվորական կայազորն էր, հարմարեցված էր երկարատև և հուսալի պաշտպանության։ Այդ են վկայում հացահատիկի մեծ տարողության շտեմարանները, որոնք հայտնաբերվել են այստեղ։ Միջնաբերդի կառույցներից ամենամեծը պալատն էր, որի շքամուտքի արձանագրությունն ասում է. «Խալդիի մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին, այս հոյակապ պալատը կառուցեց։ Պալատն ուներ մի շարք խոշոր դահլիճներ, 2 բակ, որոնց շուրջը տեղավորված էին տարբեր նշանակության սենյակներ, իսկ թևերից մեկում գտնվում էր պալատական տաճարը՝ Սուսի անվամբ։ Պալատի ամենամեծ դահլիճը, որը երկայնական առանցքով ուներ 5 սյուն, նախատեսված էր ընդունելությունների և հանդիսավոր արարողությունների համար։ Դահլիճի մոնումենտալ ձևերը լրացվել են ճոխ որմնանկարներով, որոնք պատկերում են աշխարհիկ, որսի տեսարաններ, հողի մշակում, խաշնարածություն և պաշտամունքային թեմաներ։ Որսի տեսարանում պատկերված կենդանիների սրընթաց վազքի և մյուս նկարները պատկերացում են տալիս արվեստի ռեալիստական բնույթի մասին։ Էրեբունիի պալատի արգիշտյան մասը, որը հինավուրց ժամանակներում ամբողջովին ծածկված է եղել հոյակապ որմնանկարներով, ուրարտական արվեստի նշանավոր ստեղծագործություններից է։ Ամրոցին կից տարածքի մի մասը շրջապատված է եղել հզոր պարիսպներով։ Պարիսպը յուրաքանչյուր 8 մետր հեռավորության վրա ամրացված է եղել 5 մետրանոց որմնահեցերով։ Ամրոցի մուտքը գտնվել է բլրի հարավային զառիվայր լանջին և պաշտպանված է եղել հզոր աշտարակներով, որից դեպի հրապարակ բակ կարելի էր հասնել աստիճաններով։ Խալդիի տաճար։ Հրապարակը ամրոցի տարածքը պայմանականորեն բաժանում է 3 մասի՝ պաշտամունքային, պալատական և տնտեսական։ Կրոնապաշտամունքային մասը գտնվում է հրապարակից դեպի հարավ-արևմուտք։ Այստեղ է գտնվել Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը՝ իր աշտարակաձև շինությունով և սյունազարդ դահլիճով։ Դահլիճը կազմված էր քարե խարիսխների վրա վեր խոյացող 12 փայտյա սյուներից։ Պատերը զարդարված էին հարուստ որմնանկարներով։ Ինչ վերաբերում է աշտարակաձև շինությանը, ապա այն հավանաբար ունեցել է մի քանի հարկ, որտեղ ամենայն հավանականությամբ իրականացվել են զոհաբերություններ և այլ ծիսական արարողություններ, սակայն հնարավոր է, որ աշտարակաձև շինությունը եղել է հենց տաճարը, իսկ սյունազարդ դահլիճը եղել է առանձին կառույց։
Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմաստրատեգիական հենակետ, իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հյուսիսային սահմանների հատվածում, ռազմատենչ հատկապես Ուդարի Էտուինի ցեղախմբերի ներխուժման վտանգը կանխելու համար։ Մյուս կողմից Ահարատյան հարթավայրը Էրեբունի ամրոց քաղաքի հետ մեկտեղ Վանի շրջանից հետո ուրարտական պետության երկրորդ խոշոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն էր։ Էրեբունիի հիմնադրման ժամանակ Վանի թագավորությունը որպես պետություն հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։ Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները սկսվեցին 1950 թվականին։ Հենց առաջին իսկ տարում Արին Բերդի հետախուզական պեղումների ժամանակ գտնվեց Արգիշտի առաջին թագավորի շինարարական մի արձանագրություն, որն ինչպես պարզվեց վերծանումից, Էրեբունի ամրոց քաղաքի կառուցման վավերագիրն էր։ Հուշարձանի արժեքը կրկնապատկվեց, երբ Ուրարտագետ Իսրայելյանի մեկնաբանման շնորհիվ այն դարձավ նաև Երևան քաղաքի ծննդյան, գիտական առումով առաջին հավաստի վկայականը։ Էրեբունի անվան ծագման մասին մասնագիտական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ։ Դրանց համաձայն Էրեբունի նշանակում է հաղթանակ, գրավում, կան նաև կարծիքներ, թե Էրեբունի նշանակում է ազատների քաղաք։